Ելիաչափնյակցիներ իրապես այսօր կարծես թե համատեղ հանդիպում է մի մասը ես տեսնում եմ մեր համակիրներն են, որոնք քիչ արած այստեղ ժողով էին անցկացնում եւ մյուս մասը Աչափնյակի բնակիչներն են, որոնց մենք խնդրեցինք ոչ թե վակային հանդիպում, այլ տեղափոխվել այստեղ, որպեսզի մենք կարողանանք հնարավորինս երկար շփվել, պատասխանել նաեւ ձեր հարցերին։ Այո, մայիսի 5-ին մենք ունենք շատ կարևոր ընտրություն, Երևանի ավագանու ընտրություններն են եւ մայիսի 5-ին մենք ունենք լրջագույն հնարավորություն մեր երկրում անելու, սկսելու լրջագույն փոփոխությունների։ Սա իրապես կարևոր, ես կասեի ճակատագրական օր է լինելու ընդհանրապես յուրաքանչյուր, ուրեմն Երևանցու, յուրաքանչյուր հայաստանցու համար ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ տևական ժամանակ մեր երկրում հնարավոր չի լինում իրականացնել լրջագույն համակարգային փոփոխություններ, որտեղ կա մեր երկրում մեկ ուժի քաղաքական մենաշնորհ։ Երեք մենք բոլորս տեսանք, թե ինչպես, ուրեմն ուղղակիորեն իմ վստահ համոզմամբ ոտնահարելով ժողովրդի մեծամասնության կարծիքը կրկին վերանշանակվեց վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանը։ Ինչ է սա նշանակում, որևէ թափ տրամաբանության մեջ այս նշանակումը, վերանշանակումը չի տեղավորվում։ Եթե ուրեմն վերանշանակվել է նրա համար, որովհետև նրա պաշտոնավարության, նրա ղեկավարած տնտեսական քաղաքական թիմի կառավարության գործունեության վերջի 5 տարիների արդյունքում Հայաստանից կրկնում են իրենց պաշտոնական տվյալներով։ Ես չեմ խոսում ոչ պաշտոնականը, պաշտոնական տվյալներով արտագաղթել է 260,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացի, եթե նա դրա համար է վերանշանակվել, ուրեմն մենք այստեղ մտածելու բան ունենք։ Եթե նա վերանշանակվել է նրա համար եւ նրա տնտեսական թիմի հիմնական մասը վստահ է վերանշանակվելու է, որ աղքատության տոկոսը Հայաստանում դարձել է 36, երբ որ իր իսկ ներկայացրած 2008-12 թվականների ծրագրում նշված էր, որ պիտի իջեցվի 25%-ի սահմանագծի, այսինքն այս կառավարությունը չի կատարել իսկ ներկայացրած ծրագիրը։ Եթե վերանշանակվել է նրա համար, ապա մենք ձեզ հետ միասին խորհելու եւ մտածելու շատ բան ունենք։ Եթե վերանշանակվել է նրա համար, որ երկրում գործազրկությունը հասել է կատաստրոֆիկ չափերի, հիմա փորձենք այստեղ հարցում անցկացնել, հարց տալ, ձեզանից քանիսը ունի աշխատանք, թող բարձրացնի ձեռք, վստահաբար աննշան տոկոսն է, որ ունի աշխատանք, որ կարող է այդ աշխատանքով պահել, ապահովել իր ընտանիքի հոգսերը։ Նվազագույն աշխատավարձը դոլարային համարժեքով համեմատությամբ 3.8% նվազել է այս տարիների ընթացքում։ Երկրի արտաքին պարտքը այս վերջի 5 տարիների ընթացքում եռապատկվել է։ Եվ եթե այս ամենը համարվում է այնպիսի փայլուն ցուցանիշ, որի համար պիտի պարգևատրվի այս տնտեսական թիմը եւ այս վարչապետը 5 տարի պիտի շարունակի պաշտոնավարել, ապա մենք ձեզ հետ մտածելու շատ բան ունենք։ Մենք ձեզ հետ մեկ բան կարող ենք անել։ Մայիսի 5-ին մեր ընտրությամբ ցույց տանք, որ միասնական ոչ ենք ասում տարվող այս սոցիալ-տնտեսական քաղաքականությանը, որը երկիրը տանում է ուղղակի փակուղի։ Գիտեք, ինձ հասկանալի չէ։ Այս օրերին, այս 2 օրերին ես հետևում եմ սոցիալական ցանցերում քննարկումների եւ բոլորին մեկ հարց է հուզում. ինչ տրամաբանությամբ է կատարվել այս վերանշանակումը։ Որևէ տրամաբանություն, քաղաքական, բարոյական, մարդկային չկա այս վերանշանակման հիմքում։ Տրամաբանությունը մեկն է։ Իշխող քաղաքական ուժը ցանկանում է նպատակները բացարձակապես տարբերվում են ժողովրդի նպատակներից։ Եթե նպատակները լինեին նույնական, եթե իշխող քաղաքական ուժի նպատակը լիներ ժողովրդի բարեկեցությունը, ապա նման ցուցանիշներ արձանագրած կառավարությունը պիտի ոչ թե վերանշանակվեր, այլ պիտի լրջագույն պատասխանատվության ենթարկվեր այս տարիների բացթողումների համար։ Հասարակ կարելի է հասարակ մոնիտորինգ անել 2, ուրեմն կամերա ուղարկել, մեկը Բագրայի անցակետ, մեկը օդանավակայան 5 ժամ, եթե կամերաները մնան օդանավակայան Բագրայի անցակետ, մենք կտեսնենք, թե Հայաստանի Հանրապետության քանի քաղաքացի է լքում երկիրը։ Եվ այսքանից հետո ասել, որ տնտեսական թիմը, կառավարությունը լուծել է իր առջև դրված խնդիրը եւ պիտի վստահության կրկին քվետալ այս կառավարությանը, ես կարծում եմ որևէ մեկնաբանություն այլևս ուղղակիորեն ավելորդ է։ Որևէ մեկնաբանություն այստեղ այլևս անիմաստ է անելը։ Մեզ մնում է մեկ ճանապարհ ձեզ հետ միասին։ Մայիսի 5-ին փորձել սկսել նոր էջ Հայաստանի պատմության մեջ։ Մենք դա ձեզ հետ միասին կարող ենք, իհարկե սա քաղաքային ընտրություններն են, իհարկե սա
համապետական ընտրություններ չեն, բայց մենք բոլորս էլ հասկանում ենք, մենք բոլորս էլ գիտենք Երևանի դերը, Երևանի արժեքը եւ Երևանի քաղաքական նշանակությունը Հայաստանի զարգացման ծիրում։ Մեզ համար անչափ կարևոր է, որ դուք հավատաք, որ մայիսի 5-ին ձեզ հետ միասին մենք կարող ենք շատ բան փոխել։ Մեզ համար անչափ կարևոր է, որ ձեզանից յուրաքանչյուրը հավատա, որ իր քվեն որոշիչ է լինելու, որ իր քվեն որոշիչ է լինելու, թե ինչպիսի Երևան ու նաև ինչպիսի Հայաստան ենք մենք ունենալու։ Եվ մեզ համար անչափ կարևոր է, որ ձեզանից յուրաքանչյուրը հավատա, որ իր քվեով որոշվելու է իր ընտանիքի, իր երեխաների ապագան, որ իր քվեով որոշվելու է, կկարողանանք ի վերջո կասեցնել մենք այս անտրամաբանական արտագաղթը, կկարողանանք կասեցնել այս աննախադեպ աղքատությունը, կկարողանանք կասեցնել գործազրկությունը եւ կկարողանանք ի վերջո ունենալ այնպիսի Հայաստան, որտեղից մարդիկ ոչ թե փախչում եւ վերջի սոցիոլոգիական հարցումները վկայում են դրա մասին, որ Հայաստանի բնակչության 40%-ը առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ է լքել իր երկիրը։ Սիրելի ժողովուրդ, սիրելի աջակցիներ, ընտրությունը կախված է միմիայն ձեզանից։ Երեկ իշխող կուսակցության մի ներկայացուցիչ հայտարարեց, որ մենք ենք որոշում երկրում խաղի կանոնները։ Իդեպ այդ կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում եւ միջազգային կառույցներում ինչ ամբիոն տեսնում, հայտարարում է, որ Հայաստանը աննախադեպ ժողովրդավարական երկիր է։ Եթե այդպես է, ապա դրամաբանական հարց է առաջանում, ինչպես կարելի է անել նման հայտարարություն, որ երկրում մենք ենք որոշում խաղի կանոնները, խաղի կանոն կարող է որոշել միայն ժողովուրդը։ Ահա սա պիտի լինի ժողովրդավարական երկրի իրական բանաձևը։ Եվ ես ձեզ հորդորում եմ, ես ձեզ կոչ եմ անում, մայիսի 5-ին միասնական ուժերով ցույց տանք, թե իրականում ով է մեր երկրում որոշում խաղի կանոնը, իրականում ցույց տանք, թե ով է Երևանի տերը եւ ով է Հայաստանի տերը։ Մենք ձեզ հետ միասին դա կարող ենք։ Ընդհանրապես պիտի հավատաք, որ Բարգավաճ Հայաստանը ձեր քվեին տեր է կանգնելու։ Ընդհանրապես պիտի հավատաք, որ ձեր քվեն իրապես որոշիչ է լինելու եւ պիտի հավատաք, որ նման հայտարարություն անողները նման հայտարարություններ անում են վախից, իշխանությունը կորցնելու վախից, իսկ վախենում են, որտեղ գալու է, միևնույն է, այսօր վաղը կամ մյուս օրը գալու է պատասխանատվության օրը, չարվածների համար պատասխանատվության օրը անպայմանորեն գալու է։ Ես չեմ ցանկանում խոսել կոնկրետ կենցաղային խնդիրներից Երևանի, որոնք վստահաբար Աչափնյակում եւս բազմաթիվ են, դրա մասին երևի կխոսեն իմ գործընկերները։ Ես հասկանում եմ, որ մեզ, ձեզ բոլորիս այսօր մեկ կարևոր խնդիր է, ամենակարևոր խնդիրը ունենալ օրինական ընտրված իշխանություն, ունենալ արդար ընտրված քաղաքային իշխանություն, ունենալ այնպիսի իշխանություն, որի ներկայացուցիչը չասի մենք ենք ժողովրդի փոխարեն որոշում երկրում խաղի կանոնները։ Խաղի կանոն կարող է որոշել միայն ժողովուրդը։ Եվ մայիսի 5-ին մենք ձեզ հետ միասին պիտի ցույց տանք ով է այս երկրում որոշում խաղի կանոնները։ Շնորհակալ եմ։